Ես հմեկում հարցազրույցի ընթացքում ինչ ասել եմ, վերահաստատում եմ։ Դուք այսօր կենտրոնացել եք գյուլելու դրվագի հետ։ Չէ՞։ Ասում եք, ում ի նկատի ուներ, ում էր ուզում։ Սկզբից նշեցին, որ էդի սկզբից նման տեսակետ, որ դա ինքը չի խոսում։ Հետո պարզվեց, որ ինքն է խոսում։ Հետո գյուլելը սկզբից չէին հիշում, թե թիրախը ով էր։ Հետո հիմա մեկնաբանում են, որ այդ գյուլերը տեսականորեն, երբ որ օրինակ, չգիտեմ, իշխանությունը զավթվեր, կոնկրետ անձանց այս ձևով պետք է պատժվեր։ Հիմա ինձանից ինչ եք ուզում, այդ գյուլելու, չկներեք, ես ավարտեմ էլի։ Այդ գյուլելու թիրախների, փնտրտուքների մեջ ենք հիմա մենք, թե ում պետք է գյուլեին պատերի տակ։ Ես հիմա ձեր հարցին ինչ պատասխանեմ։ Եղել է, չէ, ճշմարտությունն եմ ասում, եղել է նման խոսակցություն, պատերի տակ գյուլելու։ Եղել է այդ խոսակցությունը, թե չէ։ Եղել է։ Կամ դուք, Տիկին Գրիգորյան, ի վերջո, լավ, հասկանում եմ, որ մարդիկ ամեն գնով ուզում են պաշտպանվեն։ Մենակ գյուլելու խոսակցությունն եք վկայակոչում, բա այն մյուս խոսակցությունները, ախր դուք տեղյակ եք, որ տեղյակ եք այդ գործով, որ իրանց ձեռքով գրած ապացույցներ կա, որ արարքի որակումը ինքը իրան տվել է։ Ահաբեկչություն, հենց այտենց պլանավորված ահաբեկչություն։ Այ կհետազոտվի, դրա համար ես չեմ ուզում առաջ ընկնեմ, խնդրում եմ, ես չեմ ուզում հրապարակային դատաքննության ժամանակ, սխեմաներով, այո,